Եվ այսպես, ողջունում եմ բոլորին, ձեզ հետ է Armin 22 Stalker-ը, հարգելի դիտորդներ, բավականին ասեմ, որ երկար ժամանակ ես չեմ տեղադրել ինչ-որ որևիցե տեսանյութ, այսօր ես կցանկանամ անդրադառնանք մեր հետաքրքիր խաղի, այդ խաղը իհարկե բավականին երկար ժամանակ է ինչ կա, այսպես ասած, իհարկե դա Delta Force-ն է, որը որ մոտ մի քանի օր առաջ էր եղել, այսպես ասած, ռիլիզը եւ հիմնականում ինքը շատ բավականին եւ հետաքրքրաշարժ խաղ է, շատ հոյակապ ու հետաքրքիր։ Դե, իհարկե հիմա մենք կխաղանք, կտեստավորենք, բավականին իհարկե հետաքրքրությունները եւ շատ են։ Ասեմ, որ նայեք, Delta Force-ը դուրս է եկել շուտ, Delta Force-ը առաջին անգամ 2003 թվականին դուրս եկավ։ Դե ինչ 2003 թվականին է դուրս եկել առաջին խաղը։ Իհարկե սա իր ռիմեյքն է, հենց Black Hawk Down, Չորնի Yastrib, առաջին խաղը, որը որ դուրս է եկել։ Նա իրենից ներկայացնում է տակտիկական շուտեր, որը որ բավականին շատ հետաքրքիր է, շատ որպես խաղ, իհարկե տարբերվող է։ Ասեմ, որ բավականին ես ձանձրացել եմ Warface-ից, Warface-ը ես երկար ժամանակ է, այո, սկսեցի խաղալը, բայց արդեն բավականին հոգնեցրեց, ոչ մի հետաքրքրություն, ոչ մի ինչ-որ նորություն, այնտեղ իհարկե գիտենք, որ Warface-ում բավականին շատ փոփոխություններ են եղել եւ իհարկե առաջվա պես չէ, որ զենքերի հետ կապված նայեք, օրինակ այնտեղ դոնատները բավականին շատ են, գումարով գնելը շատ է եւ արդեն դա նյարդայնացնում է ուղղակի ինձ։ Դե ինչ Delta Force, Nova Logic ընկերություն, ճիշտ է, այդքան հայտնի ընկերություն չէ, բայց իհարկե այս խաղը նաեւ ասեմ շատ ինքը ռեյտինգ չունեցավ այն ժամանակները 2003, 2005 եւ 2009 թվականին վերջինն է, որ դուրս էր եկել։ Հիմա արդեն on-line տարբերակով եւ իհարկե արդեն կատարելագործված ժամանակակից գրաֆիկայով։ Դե ինչ, հիմա մենք քանի որ չենք ներբեռնել Չորնի Yastrib-ը, մենք խաղանք գլավն։ Այստեղ իհարկե ներբեռնել ենք 82 GB խաղը։ Ներողություն։ Խաղը իհարկե ես մոռացա ասեմ, կարող եք ներբեռնել։ Ահա։ Delta Force, ահա, խնդրեմ։ Հենց իր իսկ հիմնական օֆիցիալ կայքից։ Ահա։ Իր հիմնական կայքն է, խնդրեմ։ Դե ինչ անցնենք առաջ։ Задать приоритет, այստեղ FPS-ներն ենք բարձրացնում։ Գրաֆիկական առումով ասեմ շատ հոյակապ է, չնայած արդեն որ իմ համակարգիչը արդեն չի ներում, քանի որ նա ժամանակակից գրաֆիկա ունի։ Նայեք, պատճառը այն չէ, որ շատ համակարգիչը թույլ է։ Տեսակարդ RX 580 եւ Core i7-րդ սերունդ պրոցեսոր, սակայն այստեղ իմ մոտ օպերատիվ հիշողություն է, ուզում է արդեն խնդիր տալի եւ դա արդեն լավ չէ։ Ասեմ, այս խաղը իրենից ներկայացնում է, այսպես ասած, համադրում է Call of Duty, Battlefield, բայց ավելի շատ Battlefield եւ ավելի հետաքրքրաշարժ է։ Եվ ասեմ, որ այդ PUBG-ներից, Call of Duty Mobile-ներից եւ այլն նմանատիպ խաղերից կարող եք այսպես ոնց որ սեք չխաղալը, քանի որ ես զարմանում եմ ինչպես են մարդիկ PUBG խաղում, որը որ գրաֆիկայից զուրկ խաղ է ընդհանրապես մուլտիպլիկացիոն ֆիլմ։ Իսկ այստեղ բավականին խաղը շատ հետաքրքիր է, շատ ուժեղ է, ասեմ, որ անգամ իմ պես պրոֆիի համար երբ բավականին շատ դժվար է։
Նա նաև նման է Call of Duty Warzone-ի, այստեղ բավականին շատ հետաքրքիր է, նայեք, նախ առաջինը միայն այն, որ թագավորական մենամարտեր Կարելևսկայա բիտվա, ես այդքան իմաստ չեմ տեսնում, մտնում են 100 հոգով միտեղ, վերջում ով պետք է սաղ մնա, եւ այդքան հետաքրքիր չէ, այդքան ոնց ասած մարտեր եւ ինչ որ չափով, չգիտեմ, ստրատեգիական ինչ որ որևիցե հատկանիշ չկա։ Իսկ այստեղ մենք ունենք տարբեր, իհարկե, ահա, օպերացիա, սրաժին։ Հիմա ես նաև ցույց կտամ իմ գրաֆիկական կարգավորումները։ Չնայած եւս մեկ բան պետք է փոխեմ, իհարկե իմ օզուն ասացի, որ 8 GB է, դա բավականին արդեն քիչ է այս խաղի համար, նա մինիմալ ուզում է 12 GB եւ նորմատիվը 16 GB, որը որ առաջին կողերը ես կփոխեմ իմ օզում, բայց պրոցեսորը կարող եք անգամ 4-րդ կամ օրինակ 5-րդ սերունդ Core-ային, Core i3 օգտագործել։ Դե ինչ, Delta Force անցնենք առաջ, օպերացիա։ Այստեղ օպերացիայի տալիս է, որ ընդամենը 1 հոգով գնում է եւ այդպես ասած նման է Warface-ի սպեցօպերացիաներին, ովքեր որ խաղացել են, բայց Sragenyan ավելի հետաքրքիր է։ Այստեղ մենամարտը բավականին շատ հետաքրքիր է ու յուրահատուկ։ Arsenal-ը այստեղ ասեմ, որ բավականին շատ է, բավականին հոյակ կապ։ Ահա, հիմա անցնենք առաջ, էկրան, գրաֆիկա։ Խաղում ենք Full HD։ Հիմնական կարգավորումները, ահա։ Նայեք, մեր այստեղ օզուն հիմնականում 8 GB-ից ծանրաբեռնված է 3.93։ Դա իհարկե մեզ համար այստեղ հիմնական ֆիլտրացիա Xtur Ultra, դետալիզացիա ամենակարևոր բաներից մեկը, դալնեստ прорисовки высокие, անիմացիա, ահա, խաղալու ենք 60 FPS, հիմա ես ձեզ հիմնական ցույց տամ, ահա, խաղի յուրահատուկ հատկանիշները, Атака защита, царь горы, ահա, այստեղ ասեմ, որ նաև ինչն է դուրս գալի, օրինակ տեսեք նույն Warzone-ի մեջ այդքան տեխնիկա չկա, տրանսպորտ, այսպես զրահ տեխնիկաներ, ուղղաթիռներ, քիչ են բավականին եւ այնքան հետաքրքիր չէ։ Իսկ այստեղ անգամ եւ հրետանի եւ չգիտեմ զենիթային հիմա նայեք, օրինակ սնարժենիա մոտ գործենք եւ իհարկե այստեղ ամբողջ իհարկե տեսակները բոլորն էլ լիցենզավորված են։ Առաջինը նաև ներկայացնեմ, որ մենք ունենք ամբողջովին լիցենզավորված, ահա տեսնենք զենքերը, նաև առաջնահերթ ներկայացնեմ, այստեղ նմանություն ունի Warface-ին, նայեք, Штурмовик, поддержка, ինժեներ, разведчик, ամեն մեկը մի հետաքրքիր բանի տիրապետում, օրինակ ինժեների մոտ ունենք PZRK Stinger, гранатометներ, огнеметներ, Javelin, пусковая установка, մի խոսքով մին տեղադրել, այսինքն ամեն մեկը յուրահատուկ հնարավորություն ունի։ Այո, զենքերը պետք է բացել եւ այստեղ իհարկե ոչ թե դոնատ է Warface-ի պես կամ մնացած խաղերից, բայց շատ հետաքրքիր է բավականին։ Դե գրաֆիկական առումով իհարկե հիմնական մեր ռազմեջիկն է, որ ամենաշատ ովքեր որ դիպուկահարի սիրահար են, ունի դիպուկահարների զանազան տեսականիներ։ Իհարկե զենքը դուք կարող եք ամբողջովին մոդիֆիկացնել ամեն ձև։ Դե ինչ, հիմա ես հիմնականում քանի որ խաղում եմ այս հիմնական նախատեսած, նաև կներեք տրանսպորտ։ Ցույց տամ ձեզ ինչեր ունենք այստեղ։ Զրահամեքենաներ, տանկեր, ուղղաթիռներ, որը եւ խաղ ավելի է հետաքրքրացնում, այսպես տակտիկական մենամարտեր։ Ինչ հիմա царь горы, Атака и защита, օրինակ այդ խանք, Атака и защита, ահա, ընտրենք մեկ յուրահատուկ քարտեզ, ահա,
Թե ինչ։ Հիմա որոնենք։ Ահա։ R-9 ստաղալքը Ridavo 2, այստեղ եւս կոչումներով է, դա ինձ բավականին ուրախացրեց, որ ինքը խաղալու ենք, իհարկե հետաքրքրությունը դրա մեջ է լինելու, որ կոչումներով եւ բարձրացում, այսպես ասած։ Չէ, իհարկե միանշանակ ես պետք է փոփոխություն կատարեմ Ozu-ի հետ կապված, որտեղ օպերատիվ հիշողությունը արդեն նայեք ժամանակակից խաղերի մոտ, եթե մի ժամանակ ամենամինիմալ 2000-ականներին մինիմալ օպերատիվ հիշողությունը 2 գիգաբայթ, հետո 4, հետո 2010-ից այն կողմ արդեն իհարկե ոնց որ 8 գիգաբայթ եւ 2000 արդեն 18, 20, արդեն 16, 32 եւ մի խոսքով, բայց հիմնական 16 գիգաբայթ այս խաղի համար նորմատիվ է համարվում։ Ճիշտ է, մեր տեսակարտը ունի հնարավորություն 8 գիգաբայթ Ozu-ի, բայց նայեք, օպերատիվ հիշողությունը ինքը հաղորդակցվում է եւ պրոցեսորի հետ, ենթադրենք ձեր մոտ AMD Ryzen է կամ Core i9, Core i7 եւ ենթադրենք ձեր մոտ Nvidia GTX RTX տեսակարտ, որտեղ որ համագործակցելով ինքը, այսպես ասած, ոնց որ երկուսին պատերժ է անում, էլի, այսինքն շատ անգամ FPS-ները կարող է վերցնել իր վրա, որպեսզի ավելի դուք դետալիզացված խաղաք։ Հիմա ես օպտիմիզացիան նաև կատարել եմ մեկ այլ YouTube-յան HD դելով, որտեղ որ բավականին հրաշալի բացատրեցին ինչպիսի օպտիմիզացիա, այստեղ խաղը գիտեք հետաքրքիր որն է, այստեղ խաղի մեջ այնպես չէ, որ օրինակ եմար տված է իշքան ամբողջական որակական բաներ, օրինակ ֆիլտրացիա տեքստուր, այնտեղ, չգիտեմ, կարտեցինիայի բան, դուք դնեք razрешение, այսինքն վիսոկի, ուլտրա, այսինքն դա այդպես չէ, էլի, իհարկե այստեղ դերը խաղում է այնպես, որ մի բանը կարող եք բարձր դնել, մի բանը ցածր, եկեք կարող եք ամբողջական փոխել ուլտրա բարձր, այն դեպքում, երբ որ արդեն ձեր տեսակարտը կլինի օրինակի համար ենթադրենք 9700 XT օրինակ AMD պրոցեսոր եւ Nvidia RX ենթադրենք 1070 կամ լավ 4060 օրինակի համար էլի։ Հիմա խաղը սկսի մեզ մոտ, իհարկե ես ձեզ բարձ ասեմ, իմ մոտ մի բախ խաղը դուրս եկավ, բայց ինքը խնդիր չի տալի։ Չնայած որ ասում եմ, ինքը իմ պարամետրերը, այսպես ասած կարգավորումները, որը որ նայել եմ, շատ բավականին հարմար է, ուղղակի մոտ օպերատիվ հիշողությունն է, որը որ ես մոտորերս իհարկե օպերատիվ հիշողությունը սպարտիվ պետք է փոխեմ։ Դե ինչ, հիմա մենք այստեղ ընտրում ենք արդեն մեր զենքերը, ինչը որ ունենք, հիմնականում շատերը դեռ փակ են մեզ մոտ, չեն կարող ընտրել, կամ պետք է իհարկե այստեղ ոնց որ Warface-ի մեջ կար Warbucks, բայց դուք Warbucks հավաքում եք ու չգիտեք ինչպես օգտագործեք, ինչի վրա օգտագործեք, այստեղ կարող եք օգտագործել, այսպես, ընտրենք ինչպիսի պաշտպանողական նաև նռնական էտեր պետք է ունենանք, իհարկե եւ կարծես ավելի լավ է Stinger, ընտրեցինք, ռազմիստից, հիմա խաղը կսկսի, հարգելի դիտորդներ, նայեք, ինձ մոտ, մի քիչ նայեք, գիտեք ոնց է, սկսում է ոնց որ ուշ կարդալը, սա հիմնականում իմ մոտ խնդիր է տալիս, պատկերը իհարկե բավականին շատ հոյակապ է, շատ դետալիզացիան շատ լավն է, այստեղ մենք ունենք, նայեք, զենիթներ, զենիթային գնդացիր, հիմա մենք հասկանանք, հիմա նայեք, այս խաղը տակտիկական խաղ է, ես անդադ որ ասում են մարդիկ PUBG, չգիտեմ, օրինակ ես այդ խաղի մեջ ոչ մի որակական հատկանիշ չեմ տենում, ընթացքում այո, իմ մոտ տենում եք լագեր և ֆրիզեր լինում են, դա բավականին նկատվող է,
Բայց այնքան էլ չի խանգարում։ Բայց ասում, օպերատիվ հիշողությունը պետք է փոխել։ Ահա։ Հիմա այստեղ մենք տեսեք, չհասցրեցինք։ Մենք կարող ենք օգնություն խնդրել ցանկացած մեր ընկերոջից, բայց կարող ենք միանգամից շուտ հանձնվել եւ նորից մուտք գործել մարդ։ Այստեղ պետք է կարողանաք ձեր դիրքերը պահել եւ ինչքան կարող եք առաջ գնալ։ Իսկ զրահատեխնիկա ուղղաթիռ ձեռք բերելու համար պետք է բավականին միավորներ հավաքեք։ Չգիտեմ ոնց ինձ այս նմանատիպ խաղերի ավար չտեմ ձեռ տալի, քանց հոգնել ես արդեն այդ թագավորական մենամարդ, որ ինչ որ հետաքրքրություն չունի։ Պետք է Battlefield-ին եւս շատ նմանություններ ունի, շատ։ Տեսնում եք ժամանակակից արդեն շուտերները արդեն շատ տարբերություն են տալիս, բավականին շատ։ Ասեմ, որ բավականին շատ դժվար է գտնելը, շատ այնքան էլ հեշտ չէ խաղարկելը։ Դիտենք մենք որտեղ, տեսեք, մեր խմբում 31-րդ տեղն ենք խաղում, որը որ բավականին դա անգամ նայեք 2090-ականների մասին այդքան չեմ ուզում խոսամ, 90-ականից մի հատ Counter Strike էր ընդհանրապես, մեկ էլ նոր դուրս եկավ այնտեղ Medal of Honor, Call of Duty 2000-ական թվականների շուտերները տարբեր էին 2010-ից մինչև 2000 մոտավորապես ասեմ մինչև 2016, 17, 18 այդ թվականներին տարբեր էին, իսկ այսօր ամբողջովին փոխվել է եւ գրաֆիկական պատկերը եւ որակական հատկանիշները։ Տեսնում եք, իհարկե բավականին շատ դժվար է։ Հիմա մենք մյուսը կընտրենք ռազմեցիկ, որպեսզի կարողանանք խաղալ ներողություն։ Սնայպեր։ Տեսնենք, մեզ մոտ ինչ տիպուկահարներ կա, SR25, PSG, SKS M700, AVM, Arctic Warfare, R93, ինչպես սա եւս հոյակապ դիպուկար է, որ ես Stalker-ի մեջ եմ օգտագործում եւ Warface-ի մեջ նույնպես, բայց այս պահին բաց չէ։ Իսկ оружие заблокировано, չէ, չեն կարող։ Փակե, լավ։ Ինչ որ այց է։ Քարտեզին իհարկե բավականին եւս պետք է ուշադրություն դարձնեք։ Չգիտեմ ոնց ես նմանատիպ խաղի շատ եմ սպասում։ Իհարկե մոբայլ տարբերակը եւս կա, կարող եք ներբեռնել եւ iOS եւ Android։ Եվս ասեմ, որ մոբայլ տարբերակը հրաշալի գրաֆիկա ունի, շատ։
Ահա, կարծես թե եւս երկու օքու։ Օրինակ հիմա համեմատական որ սկսեց ավելի հոյակապ աշխատել է, քանի որ ես օպտիմիզացիան բավականին շատ հոյակապ կատարեցի, իհարկե դա մեկ YouTube-յան ալիք նայելով շատ յուրահատուկ ձև բացատրեցին եւ հետաքրքիր էր, որը որ իրոք էլի կան օրինակ որ տեսանյութեր են տեղադրում, որոնք որ ընդհանրապես 1-2 բառ նայում եք, այսինքն նա իր բացատրելուց անգամ չի հասկանում ինչ է խոսում։ Տեսնում եք ինչպիսի անիմացիա, ինչքան են փոխվել շուտերները ժամանակակից խաղերը։ Խաղ իհարկե բավականին շատ, նաև ասեմ, որ ծանր է, համեմատական ծանր է, 70-72 գիգաբայթ է, բայց ամենայն դեպս այն, որ տարբերություն տալիս է, դա միանշանակ։ Տեսնում եք, պետք է ստեղ գիտեք ոնց է, ոչ թե շատ արագ խաղան, այլ տակտիկապես կենտրոնանալը։ Դա ինչ, շտուրմավիկ, եկեք շտուրմավիկով խաղանք։ Տեսնում եք, մի անգամից չսկսած, շարքից դուրս են հանում։ Ինչու եմ Նայեք, այդքան մարդ կանգնած ու մեկը չի ուզում օգնի։ Նմանատիպ խաղերը շատ լավ կլինի, որ խաղաք եւ իհարկե ձեր թիմակիցների, ձեր ընկերների հետ։ Ահա։ Տեսնենք ինչ կարելի է ընտրել։ Դանակի տեսականին փաստորեն շատ ունի։ Բայց փակ է։ Դե ինչ, լավ։ Նորից վերադառնանք խաղ։ Իհարկե խաղը թույլ է տալի, որ շատ համակարգիչներ, անգամ միջին խաղի համակարգիչներ խաղան։ Իմ մոտ ասա, միայն օպերատիվ հիշողությունն է, օզուն է, որ այս բան թույլ է, բայց առաջիկա օրին ես անպայման կփոխեմ, ես երկար ժամանակ եմ ուզում եք փոխեի առհասարակ։ Ճիշտ է, արդեն պարզ է, որ տեսնում եք, հանգիստ չեք կարում խաղակ, օրինակ այն ժամանակ Call of Duty-ները, թեկուզ հիմա Warzone, օրինակ Warzone ես խաղացել եմ, Warzone-ը իհարկե համակարգչով ես ներբեռնեցի, բայց իհարկե որ իր իսկ ծանրաբեռնվածությունը շատ էր, վերջին թարմացումով եւ հանդերձ ինքը խաղը դարձավ 200 գիգաբայթ, որը որ պատկերացնում եք, ասենք շատ է ծանրաբեռնում, դրա համար էլ չխաղացի, իսկ այս խաղին ես մոբայլ տարբերակով եւ համակարգչով եւս սպասում էի, շատ հոյակապ խաղ է, խոր կտամ խաղակ, շատ եւ այդ PUBG-ներն էլ, որը որ գրաֆիկական պատկեր չունեն, ինձ խորհուրդ, իհարկե որպես գեյմեր թարգեք, դա ինչ որ որևիցե հետաքրքրություն չի տալու ձեզ, իսկ այստեղ բավականին շատ է հետաքրքրություն, շատ։ Եվ ունեք սպեց առաջադրանքներ։ Բայց ասում եմ, 8 գիգաբայթը շատ քիչ է իր համար, այսինքն մինիմալը 12 է ուզում։ Տեսնում եք, ինչ դժվար է, ինչքան է ռեալիզմը ավելի շատ, որ շատ դժվարությամբ է խաղում։ Իսկ օրինակ հին Call of Duty-ների մեջ, Modern Warfare-ների մեջ խոսքս չի գնում Modern Warfare-ների մասին։ Եկեք, ահա, շատ որ սկսեցին զինտեխնիկայով առաջանալը մերոնք։ Պետք է շատ բարձր պահենք։ Հասկացա, ներողություն։
Ես փաստորեն շատ ցածր էի նռնական հետը պահում։ Ահա, տեսնում ենք ինչպիսի վիճակ է եւ մենք այո 30-րդ տեղով ենք խաղում։ Իհարկե, այսինքն 32 իրար դեմ եւ իհարկե կոչումներով հանդերձ։ Այդտեղ մարդ չկա կամ չեն ուզում օգնեն, բայց խաղը իհարկե բավական շտարքիր է։ Ես այսօր նայեցի 16 GB օզուի մասին, իհարկե այնտեղ FPS-ը 10-15% բավականին բարձր է, իսկ դա այդպես ասած մի տոկոսն էլ անգամ FPS-ում մեծ դեր է խաղում։ Լավ, եկեք մի փոքր այսպես եթե չեն օգնում, մի խոսքով։ Դե ինչ, հարգելի դիտորդներ, հույս ունեմ հետաքրքիր էր խաղը, շատ խոր կտամ խաղակ, ներբեռնեք մոբայլ հավելվածով, նաև գրեք Delta Force, շատ հոյակապ խաղ է, նմանատիպ խաղի ես երկար ժամանակ էի սպասում, դե ինչ, լավ եղեք, ձեզ հետ էր R-92 Stalker-ը, միշտ նոր հանդիպում։